Բարև ձեզ, պարոն Պապազյան, շնորհակալություն ընդունելու համար, տարածաշրջանային մի շարք հարցեր ենք առանձնացրել, բայց մինչ այդ խնդրեի ձեր կարծիքը այն զարուրելի են ինչ որ տեղի ունեցավ այդ բանդային գործողությունները Նիկոլի թիմի, իսկ պարագայում նոր նորքի թաղապետի, որ ներկայացնում էր Հանրապետություն կուսակցությունը, ինտերմս Արամ Զավենի Սարգսյանի և իր թիմակիցների, որ տեսանք այդ զարուրելի դեպքից հետո ինչպիսի խայտառակ հայտարարություններ արեցին և սրանք այն ուժերն են, ովքեր ներկայացնում են, այսպես ասած, Եվրոպամետ հայացքներ, խնդրեմ։ Եվ ոչ միայն Եվրոպամետ հայացքներ, այլ նաև այն ուժերն են, որոնք խոսում են, թե ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է։ Եվ այստեղ կարելի ավելացնել, օրինակ մեր վարչապետի այն մի խոսքը, երբ ժուրնալիստներին ասում էր, որ կա Հայաստանում դատախազ, որը վարչապետի խոսքով չի առաջնորդվելու, չի ինչ-որ մի գործարք չի անելու, դա շատ բարձր ցույց է տալիս մեր այսօրվա վիճակը, որը իրականում ժողովրդավարությունից, ինչ ասեմ, կիլոմետրերով հեռու է, սակայն Եվրոպան իհարկե դա կարծեք թե չի տեսնում, ընդհակառակը Եվրոպան շեշտում է հենց Հայաստանի ժողովրդավարության վրա եւ այն փոփոխությունների մասին է շեշտում Եվրոպան, որը կատարվել է այս իշխանափոխությունից հետո, այս վերջի տարիներին եւ Հայաստանը ոչ միայն ժողովրդավարության ճանապարհով գնում է, այլ նաեւ իհարկե դա է ամենակարևորը դեպի Եվրոպա է թեքվում։ Իհարկե այստեղ մի հետաքրքիր խնդիր կա, որ իրենք էլ շեշտում են, ասենք, եթե ժուրնալիստները հարց են տալիս եւ այլն, իրենք էլ շեշտում են, որ եւ Հայաստանից դեռ հայտ չեն ստացել Եվրոպական միության անդամակցության հետ կապված, իսկ եթե այդպիսի հայտ ստանան, անպայման կքննարկեն։ Իսկ դա գլինի թե չլինի, դրան ոչ մեկը չի պատասխանում, սակայն բոլորն էլ ասում են, որ կքննարկենք։ Քննարկենք ու ահագին բան է, իսկ մեր միամիտ ժողովուրդը իսկապես գնաց ստորագրություններ տվեց եւ այլն, որ Հայաստանում ինչ որ օրենք ընդունվի Եվրոպայի հետ միանալու կամ մերձենալու հետ կապված, սակայն այդ ընթացքում իմիջիայլոց հենց մեր վարչապետը ասաց, որ դա չի նշանակում, որ մենք Եվրոպական միության անդամ ենք ուզում դառնանք, դա մենք հայտ ենք ներկայացնելու։ Դա նշանակում է, որ ոչ, մենք հայտ չենք ներկայացնելու, ոչ, մենք Եվրոպական միության անդամ դառնալու որևէ նպատակ չունենք։ Լավ, եթե նպատակ չունես, իմիջիայլոց խոսքը իհարկե գնաց դրա մասին, ես մի քիչ ծավալվեցի, դե ինչ խոսույթ է ձևակերպվում, շատ նորմալ է, նայեք ամենասկզբից մինչև իրենց իշխանության գալը, այս իշխանության ներկայացուցիչների, մինչև իշխանության գալը տեսնում եք ինչ ազնիվ նկրտումներով, ինչ ազգասիրական կոչերով եւ այլն եկան եւ ինչպես էին մեզ համոզում, թե ոչ մի գաղտնի որոշում մենք չենք կայացնի, ոչ մի գաղտնի ստորագրություն չենք անի, ամեն ինչ այստեղ հրապարակում որոշվելու այսպես ժողովրդի առաջ, ինչ է կատարվում իմի, ոչ մի ժողովրդին հարցնելով կատարված իրողություն չտեսանք մենք, հենց Արցախի հանձնումը գաղտնի գիշերային ստորագրությունով եղավ, հիմի Հայաստանի կապիտուլյացիայի այդ պայմանակիրը, որը խաղաղության պայմանագրի անվան տակ մեզ համոզում են, այդ կետերը ընդունում են, մենք մինչև այսօր չգիտենք, թե ինչ կետեր են այնտեղ, բա ինչ եղավ, ժողովրդին բա ուր էիք, ինչի չեք հարցնում, այսպիսի կարևոր պայմանակիր են ստորագրվում եւ ժողովուրդը անգամ տեղյակ չէ, թե մեջը ինչ կետեր կան, ինչի մասին է խոսքը։ Իհարկե միայն մի անգամ իմացանք, երբ որ ընդդիմությանը
փակ դռների հետևում եւ անգամ խոստանալով երթվելով որ չեն հայտարարելու այդ բարոնակության մասին եւ երբ իրենք դուրս եկան աստին ավելի սարսափելի է քան մենք պատկերացնում էինք լավ ինտիմությունը այստեղ ինչ գործարք է կատարվում այն ինտիմության մասին էլ պետք է մտածենք եթե ավելի սարսափելի է քան դուք պատկերացնում էիք արդեն ինչ եթե ազգի գլխավերևում դամոկլյան սուրն է կախված ինչ երթում ինչ խոստում ինչ բան դուք իրականում ժողովրդին եք խոստում տված չէ այս երկիրը ամբողջական պահելու սահմանները պահելու այս ժողովրդի համար աշխատելու երթում եք տվել եւ այս մի երթումը ավելի բարձր է կանգնած քան ձեր խոստումը որ տվել եք իշխանությանը դեդ որ դուք դուրս եկաք դուք պարտականություն ունեիք ժողովրդին դա բացահայտելու դուք դա չարեցիք նշանակում է դուք իրանց հետ համագործակցում եք այո ինտիմությունը ամենասկզբից մինչև այսօր այս իշխանությունների հետ համագործակցում է եւ դրա համար էլ իրենք կարելի ասել բացահայտ ասել արդեն լկտի կերպով են արդեն իրենց պահում ամեն տեսակետից օրինակ մենք գիտենք դեպքեր որ ժողովրդի վրա թքում են ինչ որ մադեր են ցույց տալիս եւ այլն ամեն տեսակ այս ժողովրդին ամեն տեսակ բարերով են դիմում եւ այլն թե իրենց ընտանիքի անդամները ու այս լկտիությունը արդեն չափուսահման չկա ինչի որովհետեւ հասել է այն կրիտիկ կետը եւ անցել այդ կրիտիկ կետը որ այս ժողովուրդը ամեն ինչ կարաս անես այս ժողովուրդը ընդունում է համակերպվում է ամեն ինչին ինչ որ անես այո սկզբները ավելի զգուշ էին սկզբնական շրջանում այսպիսի բաներ չէին իրենց թույլ տալիս սակայն գամած երբ որ նկատեցին որ այո արդեն ժողովրդի մոտ կարելի է այդ ամեն ինչը արտահայտվել եւ այն ու հիմա արդեն շատ լկտիորեն իրենց թե պահում են, թե խոսում են, բացահայտ կերպով ասում են, մոռացի Հայաստանի մասին ասում են, մոռացի Արևմտահայաստան, մոռացի Արարատը, մոռացի ես, մոռացի են, մոռացի Արցախը, դե կամաց մեր ինքնությունն էլ ենք մոռանալու, դա էլ են պահանջելու մեզնից կամ համոզելու են, մոռացեք ազգուներ, դե իրենց շեֆը ժամանակին ասել էր, չէ, բանը ազգայնականությունը կամ ազգասիրությունը հիմա լավ չեմ հիշում այդ բառը որ բառն է գեղձ կատեգորիա է ասել դեռ այո այսօր հասնելու ենք նորից այն բանին որ ամբողջ ժողովրդին համոզեն որ դա գեղձ կատեգորիա է ազգությունը ազգասիրությունը եւ այլն մի օր հայրենիքն էլ գեղձ կատեգորիա կդառնա ինչպես որ քանի տարի առաջ անգամ ասեցին որ Հայաստանը միայն հայերի հայրենիքը պիտի չլինի ուրիշ ազգեր էլ պիտի ապրեն Հայաստանում ինչի համար չգիտես հնդիկները պիտի ապրեն ու ասենք ուրիշները պիտի ապրեն ասեն եւ մի անգամից մեկ էլ տեսանք որ կարծեք թե մի հրամանի էին սպասում ամբողջ օթոնավներով լիքը եւ 100,000-ից ավել հնդիկ լեցվեց այստեղ ես չեմ հնդիկներին իրենց շատ լավ էլ բահում են այդ մարդիկ աշխատում են բան չեն անում ված չեն բամ սակայն խնդիրը դա չէ ինչի այդ խոսքը արտասանվեց ինչի միանգամից 100,000 հնդիկ միանգամից լեցվեց այստեղ բայց սա մի նախադեպ է մեկ էլ վաղ կասեն թե Հայաստանը ոչ միայն հայերի հայրենիքը պիտի լինի, այլև թուրքերն էլ պիտի ապրեն, մեկ էլ կտեսնեք, որ 100,000 թուրք է եկել այստեղ կամ ադրբեջանցի է եկել, մի քանի ամսվա մեջը եւ 100,000-ից ավել ծրագիր կա իհարկե Ադրբեջանի կողմից, նրանք 100,000-ով երևի չեն բավարարվի, այլ արդեն միլիոնի մասին է խոսում, չէ, Ադրբեջանի կողմից, որ պետք է գան։ Մեկ էլ տեսակ մի սիրուն օր, կասեմ, որ այո, նաև իրենց հայրենիքն է, այս մարդիկ այստեղ ապրել են ժամանակին, իհարկե չեն ասի, թե հայերն էլ ժամանակին ապրել են Արևմտահայաստանի, Հայաստանում, դե Թուրքիան էլ մեզ պետք է մի միլիոն, մեզանից պետք է մի միլիոն հայ ընդունի Արևմտահայաստանում, ինչպես որ մենք իրենց ընդունում ենք, եւ
նաև խոսվում էր դրա մասին, որ ադրբեջանցիները 1 միլիոնով բել պիտի կան այստեղ եւ նաև իրենց ապահովությունը, իրենց անվտանգությունը ապահովելու համար նաև ինչ որ ուժեր պետք է կան եւ չի խոսվի նաև դրա մասին, որ հայերը պետք է գնան Հայաստան եւ իրենց անվտանգությունը ապահովելու համար նաև հայկական ինչ որ զորամիավորումներ, ոստիկաններ եւ այլն պետք է գնան Հայաստան։ Չի ասվելու։ Բայց այս մյուսը գասմի իհարկե դա ինչ կլինի, դա հայկական հայամետ դրսևորում կլինի, ոչ իհարկե դա թուրքամետ է, որի մասին շարունակ խոսում ենք։ Այո, դա արդեն ցույց է տալիս, որ մեր իշխանությունները թուրքամետ են եւ մեր իշխանությունները աշխատում են այսքան տարի, ինչ որ իրենք եկան իշխանությունը, միայն Թուրքի եւ Ադրբեջանցու համար եւ հայի համար միայն վնաս են հասցնում։ Նավ Ինձ թվում է այսքանը հերիք է սրա հետ կապված, բայց այստեղ հիմա այս տարածաշրջանում շատ ավելի կարևոր ինչ-որ զարգացումներ են կատարվում, ինչպես որ տեսնում եք, այս վերջի ժամանակներս ահագին մեծ սենց տրաֆիկ կա, այսպես ասած, երթևեկություն կա գնալ գալ Ադրբեջանի ուղղությամբ, բարձրական, բարձրաստիճան այրեր են գնում եւ գնալու են Իմիջիալոց բոլոր բարձրաստիճաններն են գնում արդեն։ Այսինքն դա նշանակում է, որ եկել է ինչ-որ բան վերջի ստադիայի։ Իսրայելի ամենաբարձրաստիճանը Նեթանյահուն գնալու է, Թուրքիայի ամենաբարձրաստիճանը Էրդողանը գնալու է, հետո Ռուսաստանից այց է սպասում եւ եւ Եվրոպայից եւ եղել է եւ լինում է եւ պիտի լինի միանգամից մի գնալ գալ գա այս Բաքու դեպի եւ բոլոր կողմերից նշանակում է որ ինչ որ բան այստեղ երում է ինչ որ բան արդեն վերջի ստադիային հասել է կամ հասնում է արդեն ինչ կարող է դա պատահի իհարկե այն ինչ որի մասին որ երկար ժամանակ է արդեն ասում ենք խոսում ենք դա այն է որ Իրանի դեմ ինչ որ գործողություն է սպասվում, վաղուց սպասվում էր, Նեթանյահուն վաղուց արդեն ռազմականներ դրամադրված եւ Տրամփն էլ խոսեց դրա մասին, եթե Իրանը գլխին չհավաքի, անպայման պետք է ինչ-որ մի բան անել Իրանի նկատմամբ եւ ինձ թվում է արդեն կամաց հիմա մոտենում ենք այդ քայլին հասնում է այդ օրը եւ սակայն իհարկե այստեղ մի բան կա Իրանն էլ ձեռքերը ծալլած չի նստում եւ ոչ միայն Իրանը կան նաեւ պետություններ օրինակ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, որոնք շատ էլ կողմնակից չեն որ Իրանի նկատմամբ ինչ որ բան լինի, որովհետեւ իրենք էլ վնաս են ունենալու այսպես կամ այնպես քաղաքական, տնտեսական եւ այլն վնաս են ունենալու, դրա համար իրենց ձեռնտու չէ դա իհարկե Հայաստանն էլ է վնաս ունենալու, սակայն Հայաստանում քարդերություն, ընդհակառակը դեռ այսպես ասած սիլիբիլի կա Ամերիկայի հետ, Եվրոպայի հետ, հակառակ կողմի հետ, այսինքն Իրանի թշնամիների հետ։ Դեռ մի քանի օր առաջ քալաս այնտեղ էր Եվրոպայում, դա հենց առաջ էլ բարձրաստիճան ինչ որ այցելություններ եղան Հիմա բայց ինչպես ասի ամենաբարձրաստիճաններն են արդեն հերթի են կանգնած եւ նրանք են գալիս եւ դա ցույց է տալիս որ արդեն հասել է այդ կուլմինացիոն գետին վերջի ստադիային։ Հիմա բոլորը թափվել են Ադրբեջանի գլխին, ամեն մեկը ուզում է համոզել իր կողմից, քաշե իր կողմը եւ մենք արդեն վաղուց գիտենք թե Ադրբեջանը ինչ որ համաձայնությունների հասել Արցախյան պատերազմի ժամանակ մենք տեսանք թե Իսրայելը ինչ մեծ օգնություն հասցրեց Ադրբեջանին, կարելի ասել որ անգամ ավելի մեծ օգնություն քան Թուրքիայինը, սակայն Թուրքիայինը ավելի շատ վանգարկվեց եւ ավելի շատ լսվեց, օրինակ հատկապես բայրակտարները, սակայն չմոռանանք որ Իսրայելը ավելի լավ անօթաչուներ ունի եւ Իսրայելը իր անօթաչուները եւ ոչ միայն նաեւ ուրիշ զենքեր դրամատրեց
Ադրբեջանին, սակայն լրության մեջ անցավ այդ ամեն ինչը, որովհետև պետք չէր։ Իհարկե Թուրքիային պետք էր ռեկլամ անել իր բայրակտարները, սակայն Իսրայելը այդպիսի խնդիրներ չունի, Իսրայելը լրիվ մնչիկ կանի իր գործը եւ անգամ ավարտին էլ կարող է չիմանանք թե այս ամեն ինչի հետևում Իսրայելն էր կանգնած իրականում եւ դա երևաց այն ժամանակ որ Իսրայելի եւ Ադրբեջանի միջև մի համագործակցության որոշում կա եւ դրանից հետո արդեն Իսրայելը իր փայը ստացավ, այսպես ասած, ինչ էր այդ փայը, այն էր որ նախ ամբողջ օտագային կառուցեցին հենց Իսրայելի համար, օրինակ Ֆիզուլիում, եւ այնտեղ արդեն սկսեցին իսրայելցիները իրենց զինվորները, իրենց ռազմատեխնիկան եւ զենք ու զինամթերքը լեցնել, որի մասին Իրանը բազմաթիվ անգամներ հայտարարեց, եւ հասավ անգամ այս ամեն ինչը մի կետի, երբ որ Իսրայելը պաշտոնապես ընդունեց իսրայելական զինվորների գոյությունը, բայց ոչ այնպես որ իրենք գործուղվել են այնտեղ, այլ զինվորները կարծեք թե արձակուրդի են գնացել Ադրբեջան եւ հետ կանչեց ադրբեջանցի զինվորներին, թե Ադրբեջանից, թե Վրաստանից, այդպես էր հայտարարությունը, իհարկե Վրաստանում մեր փաստորեն կար կամ հենց անունը Վրաստանի մտցրեցի մեջը, որ այնպես չլինի, որ միայն Ադրբեջանեն գնացել այդ տուրիստական բաները, զինվորները, իսրայելական զինվորները, սակայն վստահ եմ, որ կարող է մի 3-4 հոգի իսկապես հետ բերեցին, բայց մնացածները այնտեղ են, գուցե նաև դրա քարաբադիկը եւ դասնապադիկը դրանից հետո էլի ուղարկեցին այնտեղ։ Միայն իցույց մարդկանց, այսինքն որպես ռեկլամ, տեսեք մենք մեր տուրիստ գնացած զինվորներին ենք բերում ասելու համար, աշխարհին աչքին թոս փչելու համար, այսպես ասած։ Եվ այո, այնտեղ այսօր էլ իսրայելական ուժեր կան։ Հիմա խնդիրը այն է, թե Ադրբեջանը այնուամենայնիվ կհամաձայնվի իր տարածքը դրամատրել այս իսրայելա-ամերիկյան ուժերին, որ իր տարածքից Իրանի դեմ ինչ-որ գործողություն կատարեն, թե չէ, որովհետև այս ընթացքում, ինչպես ասեցինք, մյուսներն էլ են աշխատում, ասենք Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Իրանը եւ Իրանը արդեն այս վերջի օրերին մի քանի անգամ շատ բարձրաստիճան ներկայությամբ այնտեղ այցելություններ ունեցավ եւ նորից սպասվում է Իրանից եւ դա ցույց է տալիս որ Իրանն էլ ինչ որ ճնշում գործադրում է արդեն հիմա Ռուսաստանն է մտնում այդ խաղի մեջ այնպես չէ որ այդ գնացողները շատերը կարծում են որ նի դա Ամերիկայից, Ռուսաստանից եւ այլն Հայաստանի համար են գնում ոչ մեկի սիրտը չի ցավում Հայաստանի համար մոռացեք այդ ամեն ինչը չկարծեք թե մենք ամենաառաջի կետում ենք կանգնած աշխարհի հետաքրության հետ կապված այն լուրերն էլ որ երբ տեսնում ենք ինչ որ անգլիացի, գերմանացի, ամերիկացի, ինչ որ պատգամավոր մեզ իօգուտ ինչ որ բան է խոսացել այնպես չէ որ այդ երկրի բանում պարլամենտում միայն մեր մասին են խոսացել ոչ իհարկե այդ 4-րդական, 10-րդական ինչ որ քննարկման ժամանակ կամ ինչ որ խմբակների քննարկման ժամանակ ինչ որ մեկն էլ այդ բանի մասին, օրինակ Հայաստանի մասին կամ Արցախի այդ մեր գերիների մասին ինչ որ բան է խոսացել, այդ ընթացքում նաև կարող է մի դասնապատիկը Ադրբեջանի իօգուտ ինչ որ իրենք էլ ունեն կողմնակիցներ խոսացված լինի, քննարկված լինի դա է, սրանք ջուրձեծոցներ են, հատկապես Ամերիկայում իրենք դարբեր ինստանցիաներ են ունեն, որտեղ այսպիսի ջուր են ծեծում եւ ամբողջ աշխարհին
հանգստացնում են, համոզում են ինչ որ բաների մեջ, տեսեք մենք բան ենք անում, երբ ու ավելի ճշգրիտ նայեք, ավելի զգուշ նայեք, կտեսնեք, որ օրինակ այդ պարլամենտերը, այդ պատգամավորը խոսում է, ասենք ինչ որ հայերի իրավունքների մասին եւ ինքը խոստանում է, որ չգիտեմ որ պատգամավորի կամ չգիտեմ օգնականի հետ կխոսի անպայման այս խնդրով, ուրիշ ոչինչ, առավել ուրիշ բան չկա այդտեղ, սա է իրենց ասածը եւ դրանից էլ բոլորս կարող ենք տեսնենք, որ այստեղ լուրջ ոչ մի բան չկա, լուրջ ոչ մի քննարկում չկա, ինչ որ մի քանի հոգի հավաքվում են, սիրուն խոսքեր են ասում մեր մասին ու խոստանում են, որ ինչ որ մեկի հետ էլ կքննարկեն, ուրիշ, այսինքն ոչ մի լուրջ քննարկում չի կատարվում, ոչ մի որոշում չի ընդունվում, որոշում ընդհանրապես չի ընդունվում մեզ հետ, եւ դրա համար էլ մենք կարելի ասել, որ ամբողջ աշխարհի այս քաղաքականության մեջ գոյություն չունենք այն պատճառով, որովհետեւ մեր իշխանությունները մեզ հասցրեցին այս վիճակին, որովհետեւ ինչպես բոլորս գիտեք, առաջ այդպես չէր, մենք օրակարգում էինք աշխարհի վրա, տարբեր երկրների, սկսած Ամերիկայից, Ռուսաստանից եւ այլն, այսպիսի մեծ ու հզոր երկրների ղեկավարությունները մեր մասին էին խոսում, մեզ հետ էին խոսում, մեզ հետ էին քննարկում եւ այլն, տեսեք, արդեն Տրամպը ընտրվել է եւ մեր իշխանություններից համարյա ոչ մեկը չի ընդունվել այդ նոր իշխանությունների կողմից, մեզ հետ ոչ մի բան չեն քննարկել, դա անհնարին էր նախկինում, այսօր այսպես է վիճակը, այո, այս վիճակին հասցրեցին մեզ, հասցրեց ոչ թե Ամերիկան, Ռուսաստանը, Անգլիան, Չինաստանը եւ այլն, այլ այս վիճակին հասցրեց մեզ, մեր կառավարությունը, մեր իշխանությունը, մեր իշխանավորները հասցրեցին այդ վիճակին։ Գալով նորից Ադրբեջանի խնդրին, ես նախորոքել ասել էի, որ Ադրբեջանը շատ կարևոր երկիր է այլևս, այս հատկապես այս 44 օրվա պատերազմից հետո կարևորությունը ավելացավ, մեր կարևորությունը պակասեց իհարկե, նույն չափով կամ ավելի մեծ չափով, սակայն հատկապես Ուկրաինայի այս խնդիրներից հետո Ադրբեջանը արդեն շատ մեծ կարևորություններ ձեռք բերել, ինչի համար, որովհետև բոլորը կարիքը ունեն Ադրբեջանի, ինչի համար, որովհետև Ռուսաստանը կարիքը ունի, գիտեք, ինքը իր նավթն է վաճառում, այսինքն Ադրբեջանը Ռուսաստանի նավթն է վաճառում աշխարհին, Եվրոպան դրա կարիքը ունի, որովհետև Ադրբեջանի միջոցով Ռուսաստանի նավթն են առնում, գազ են առնում եւ այլն, եւ այս տարածաշրջանում, օրինակ ինչպես որ քիչ առաջ ասեցինք, ինչ որ խնդիր, եթե պատահի Իրանի հետ հատկապես, այն ժամանակ Ադրբեջանի կարիքը շատ են ունենալու եւ արդեն համաձայնությունը, ինչպես ասեցինք, ստացել են այն ժամանակ եւ դրա համար Ադրբեջանը շատ մեծ կարևորություն իրենց ներկայացնող երկիր դարձավ արդեն վաղուց, հիմա Հայաստանն էլ որ այս վիճակի մեջ ասավ, ավելի շատ կարևորությունը բարձրացավ այս տարածաշրջանում, օրինակ բոլորը գնում են Ադրբեջանի հետ ձեռք սեղմումներ, գնահատանքներ եւ այլն, իսկ Հայաստանի այս վերջի այս այցելությունը օրինակ Քալասը, որ հենց ամսի 25-ին, այսինքն ապրիլի 25-ին, 24 ապրիլից մի օր հետո, շատ հետաքրքիր, դա սիմվոլիկ է իհարկե, էլ կարող է ուրախ լինենք, որ 24 ապրիլին չկատարվեց դա, գնաց այցելեց Ադրբեջան եւ լավ խոսքեր շռայլեց Ադրբեջանի եւ իր ղեկավարի նկատմամբ, սակայն մոռացավ Հայաստան այցելի, այսինքն եթե տարածաշրջան ես այցելում եւ դա ներկայացվում է որ տարածաշրջանի այցելություն, եթե տարածաշրջան ես այցելում, այստեղ 3 երկիր կա այս տարածաշրջանում, Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը, եւ ընդհանրապես այնպես է լինում, որ ինչ որ մի ղեկավար
բարձրաստիճան կամ միջին աստիճանի այցելում է այս տարածաշրջանը եւ տարածաշրջանային այց է կատարում անպայման այցելում է այս 3 երկիրները իհարկե կարևոր է նաեւ այդ հերթականությունը թե ինչ հերթականությունով է այն այցելում սակայն այնուամենայնիվ երեքին էլ այցելում են սա այստեղ կարծեք թե որպես ցուցադրական մի բաներ, դա մի ակցիա էր, որ հենց 20 նորից եմ շեշտում, հենց 25 ապրիլին գնաց Ադրբեջան, շատ լավ խոսքեր շարեց եւ Հայաստան չեկան։ Իհարկե, միայն ես չեմ քննադատում դա, միայն մենք չենք քննադատում, այլ նաեւ Եվրոպայից քննադատություններ եկան, սակայն նորից խոսքեր, ֆրազներ, ուրիշ ոչ մի բան ֆրանսական մի պատգամավոր քննադատեց գերմանացի պատգամավոր քննադատեց եւ այլն եւ բոլորն էլ ասացին որ այդ ոնց է որ Կալասը բանը դիկտատոր բանին Ալիևին այցելում է դիկտատորական երկիր այցելում է եւ այս տարածաշրջանի իհարկե մեզ համար ժողովրդավար երկիր Հայաստանը չեն տեսնում այսինքն Ադրբեջանի զենքերը եւ փողերը տեսնում են նավթը եւ գազը տեսնում են Հայաստանի ժողովրդավարությունը այլևս չի երևում դրանից հետո եւ այդպես էլ կա սակայն ոչ միայն նավթը եւ գազը ինչպես ասացինք այլ այժմ նաեւ Ադրբեջանի դիրքորոշումն է այժմ շատ կարևոր որի հետ կապված այս այցելությունները կատարվում է եւ իհարկե ինչպես ասենք Թուրքիայից այցելություն է լինելու այստեղ հիմա երկու ջամբար կա մի կողմում Իրանի հետևում կանգնած է Ռուսաստանը, Չինաստանը եւ Հնդկաստանը բոլորը իրենց չափաբաժիններով եւ ես կասեի իզուր չէ որ այս վերջերս էլ այդ Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ այդ խնդիրը առաջացավ այսինքն հիմա Հնդկաստանն էլ թուլացավ որովհետեւ Հնդկաստանն էլ իր խնդիրներով է զբաղված այս պահին եւ չգիտենք գուցե մի քանի օր հետո ավելի կուժեղանան այդ խնդիրները Հնդկաստանի եւ շատ չի կարող զբաղվի նաեւ ասենք Իրանի խնդիրներով չնայած որ շատ կարեւոր է նաեւ Հնդկաստանի համար կարող է նաեւ Չինաստանի հետ կապված էլ ինչ որ բան մոգունեն որ Չինաստանն էլ իր խնդիրներով տապակվի եւ չկարողանա Ռուսաստանին արդեն ինչ որ կերպ համոզում են սակայն տեսնում ենք որ Տրամպի այդ ծրագիրը 100%-ով չիրականացավ իհարկե Տրամպի ծրագիրը այն չէր որ միայն գնա Պուտինի ձեռք սեղմե Զելենսկիին էլ գլխի մի հատ տա ու վերջացավ պատրաստումը վերջացավ չի իհարկե այստեղ պայմաններ կան իհարկե եւ շատ հավանական է որ Ռուսաստանը չի ընդունում այդ պայմանները այդպես ինչպես որ իրեն ներկայացվում են եւ 100%-ով այդ պայմանների մեջ նաեւ գա Իրանի խնդիրը եւ չմիջամտել Իրանի դեմ կատարվելիք ինչ որ գործողությանը եւ հավանաբար Պուտինը Ռուսաստանը դա չի ընդունում եւ դրա պատճառով է այդ խաղաղություն գոչվածը մինչև այսօր դեռ չիրականացավ սակայն ինչ որ բան իրականանա իհարկե այստեղ Թուրքիայի գեցվածքն է կարևոր այո Թուրքիան էլ է գնալու այո խնդրեմ Թուրքիայի գեցվածքը որն է լինելու այո եւ Թուրքիայի գեցվածքն է կարևոր Թուրքիան էլ գնալու է այսինքն Էրդոյանն էլ գնալու է բան Ադրբեջան եւ Թուրքիան էլ այստեղ իր բաժինն է ուզում եւ մենք նշեցինք Իրանի մեջքում կանգնածներին, իսկ Իրանի դեմ կանգնածները հիմնականում առաջի հերթին իհարկե Իսրայելը, դրա կողքը Ամերիկան եւ չմոռանանք նաեւ Թուրքիան։ Ինչքան էլ որ ասվի թե Թուրքիան ունի, չունի Իսրայելի հետ, Ամերիկայի հետ եւ այլն, դրանք բոլորը դիվանագիտական խաղեր կամ քաղաքական խաղեր են այդպիսի բան գոյություն չունի իհարկե Թուրքիան այսօր էլ
Իսրայելի շատ սերտ բարեկամն է, Թուրքիան այսօր էլ Ամերիկայի շատ լավ աշատող գործակատարն է, եւ Թուրքիան նաեւ ինքը իր համար այստեղ շանս է տեսնում, որովհետեւ եթե Ադրբեջանը, Իրանը քայքայվի, Իրանը քանդվի, իմիջիայլոց կա հավանականություն, որ ներսից պայթեցնեն Իրանը եւ օթային հարձակումներ հիմնականում կատարվի, ցամաքային պատերազմը շատ մեծ պատերազմ կլինի եւ իրենք էլ մեծ կորուստներ կունենան այդ պատճառով հավանական չեմ գտնում միայն եթե Իրանի պատճառով ստիպված ներքաշվին ցամաքային պատերազմի, թե չեմ մտնի ցամաքային պատերազմի, սակայն այդ օթային ռմբակոծումները եւ ներսից պայթեցնել իրար հետ կլինի, այն ժամանակ հավանականություն կա որ Իրանը քանդվի եւ թե Իրանը քանդվի, այն ժամանակ Թուրքիան շատ մեծ շանսեր կունենա, որ արդեն 30 տարի աշխատում է այդ ուղղությամբ Ադրբեջանը, այսինքն հյուսիսային Ադրբեջանը ինչ որ Իրանի տարածքում է կոչվում, դա կանջատվի գոնե մեծ մասով եւ այդտեղ արդեն Թուրքիան ինչ որ իր համար խնդիրներ կլուծի եւ այնտեղ միայն գա հավանականություն որ հենց թուրքական զորքը ցամաքային ինչ որ գործողություն կատարի իհարկե սահմանափակ քանակով սահմանափակ տարածությունով եւ անգամ կարող է ադրբեջանական զորքների ինչ որ առաջխաղացում ունենա այսօրվա վիճակը սա է տեսնենք այս շախմատային խաղից աշխարհը ինչպես է դուրս գալու